Դուք այս ժամանակ հաստատին եւ սրբազանը կալանքի տակ եք, այցելել եք, տեսել եք իրեն։ Այո, մեզ իրավունք էր տրված ամսվա ընթացքում 2 անգամ այցելելու, տեսակցելու սրբազանին ընտանիքի անդամներով։ Ընտանիքի անդամների մեջ ներառվում էին մայրս, քույրս, ես, ստի ժամանակ արտոնվեց նաև քրոջս զավակներին տեսակցելու։ Երբևէ հարց ուղեցիք սրբազանին, ինչու հենց ինքը, ինչու հենց իրեն թիրախավորեցին, թնդանիքի պատմություն, տարբեր այսպես անձնական կյանքին, վաղեմության գործեր։ Դա սրբազանին ուղղելու առումով տրամաբանական չէր, որովհետև այնքան բացահայտ էր, որ բոլորն էլ գիտեին եւ հասկանալի էր, որ սրբազանի դիրքորոշումները հանուն հայ առաքելական եկեղեցու իրավունքների տրամաբանության ներքո էր։ Իսկ կալանքը ԱԱԾ մեկուսանի կյանքում ինչ փոխեց, հարց ուղղել եք երբևիցե կամ փորձել եք հասկանալ այս ժամանակահատվածում ինչ-որ բան փոխել է իր կյանքում, թե ոչ։ Այդպիսի հարց մենք սրբազանին չենք ուղղել, բայց մեր անձեն աչքով տեսանելի էր, որ սրբազանին եւս մեկ անգամ հաստատել էր այն պատկերացումների, դիրքորոշումների մեջ, որ մինչ կալանքը սրբազանում էր։ Տեր շատ է նշվում, որ Արշակ Սրբազանը վեհապար Հայրապետի ամենասիրելիներից այսպես ասած եւ շատ է նշվում, որ հենց թիրախավորվեց Արշակ Սրբազանը, որպեսզի վեհապար Հայրապետին այսպես ասած խոցեն։ Դուք այս ամենում միտում տեսնում եք։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետեւ վեհապար Հայրապետի համար սիրելի են բոլոր հոգեվորականները եւ մեր ժողովրդի բոլոր զավակները։ Եվ ըստ տրամաբանությամբ խոցելի են բոլոր նրանք, ովքեր հայ առաքելական եկեղեցու զավակներ են եւ ովքեր առաջի հերթին նաև դիրքորոշում են արտահայտում հասարակական կերպով, հանրային կերպով ի նպաստ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Այս գործի հետ կապված ինչ եք կարծում, հա սրբազանին եք հանդիպել, քրեական գործի նրա տևական կալանավորման։ Դե ես կարող եմ ասել, չգիտեմ, ինչ իրավունքներ է տալիս։ Ես նախաքննությանը շատ ծանոթ չեմ, դա փակ ռեժիմով է տեղի ունեցել։ Իմ ունեցած տեղեկությունը հետևյալն է, որ նախաքննության մեջ ոչինչ չի փոխվել, ինչ որ առկա էր նախապես եւ այսպես իրավաբանների գնահատմամբ սա իրավաբանության տրամաբանությանը որևէ առումով չի ենթարկվում այդ տրամաբանության մեջ եւ իրենց գնահատմամբ սա ուղղակի абսուրդ չինցու այսպես ասած տարիներ հետո պատրվակ էր սրբազանին կալանավորելու համար։ Այո։ Դուք երևի լսել եք այն հոգևորականների կամ արդեն նախկին հոգևորականների հայտարարությունները, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ վերագրվող տեսանյութը հենց վեհապար Հայրապետն է տարածել, որովհետև իրենք միմյանց դեմ այսպես ասած կոմպրոմատներ ունենք։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ես այդպիսի անտրամաբանական գնահատականների չեմ ուզում անդրադառնալ։ Իսկ ինչ վերաբերում է հոգևորականներին, մեր հոգևորականները, եթե գործող հոգևորականներ են, ես պատշաճ չեմ համարում գնահատականներ տալ այս առումով։ Դեր հակոբ ինչ է կարծում եկեղեցու դեմ այս արշավը ինչով կավարտվի եւ արդյոք մեր եկեղեցին անսասան կմնա։ Անշուշտ եկեղեցին անսասան է, որովհետեւ եկեղեցին երկինքն է երկրի վրա եւ պիտի ավարտվի նրանով, ինչով ավարտվել է ամբողջ բոլոր դարերի ընթացքում։ Եկեղեցին այսօր կանգուն է եւ այսպիսի արվածներ չէ, որ հղվել են հայ առաքելական, ուղղվել են հայ առաքելական եկեղեցու։ Ներողություն, ձեզ հայտնի է, որ կուսակրոնության խախտման դեպքերի մասին տեղեկություններ ձեզ հայտնի է, թե ոչ։ Գիտեք ինչ կա, դա անտրամաբանական ոչ ճիշտ հարց է, այդպիսի դա նման է, որ որևէ մի անձի անձնական կյանքի մասին հարցում ուղղվի, թե ես տեղյակ եմ որևէ մեկի անձնական կյանքից, թե ոչ։ Բայց դա արգելված է եւ եթե դա խախտվում է, ապա քննության է, չէ՞ ենթարկվում։ Ինձ հայտնի չեն այդպիսի դեպքեր։ Տեր Հակոբ, մի հարց, տեսեք, փաստաբան։ Նախ տրամաբանական չեմ համարում, շիտակ չեմ համարում այդպիսի հարց որևէ մեկին ուղղելը, իսկ ինչ վերաբերում է ինձ հայտնի են նման դեպքեր, թե ոչ, ինձ հայտնի չեն նման դեպքեր։
Մեր Հակոբ, տեսեք, փաստաբանները ասում են, որ այն հոգևորականներին, որ բանտարկեցին կամ որ մեղադրանքներ առաջադրեցին, ասում են, որ սա նրանց ճնշելու նպատակով է, կատակոծի ճնշելու նպատակով է։ Հիմա, այսինքն այն հոգևորականները, որոնք չեն միացել Փաշինյանի ծրագրերին դեմ Մայրաթորի ու մնացել են Մայրաթորի կողքին։ Հիմա հոգևորականներին, օրինակ մեղադրանքներով, քրեական գործերով, բանտարկելով հնարավոր է ճնշել։ Սա կազդի, սա շատերի տրամադրվածության վրա կարող է բացասաբար ազդել։ Գիտեք, անհնար ոչինչ չկա եւ պատմությունը ցույց է տալիս, որ բռնաճնշումներով, որոշակի հիմնարկներով հնարավոր է մարդկանց ներգրավել որոշակի սխալ գործողությունների մեջ, բայց դա օրինակ որ վախենանը միանան Փաշինյանին այս գործերից, ուզում եմ ասել դա ազդող աշխատող գործիք է։ Ես չգիտեմ, միգուցե վիճակագրությանը պետք է անդրադառնալ եւ եզրակացություններ հանել, թե դրանք ազդեցություն արդյունք է սառնող ունենում, թե ոչ։ Դե Հակոբ, իսկ ինչով եք պայմանավորում իշխանությունների այս պահի ընդգրկումը, այլևս չեն գնում պատարակներին, չեն պարտադրում, որպեսզի զեղչվի Վեհապար Հայրապետյանը։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ այդքան չեմ էլ հետևում, միգուցե հարցում պետք է ուղղել Ամեցիկ եւ նաեւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այստեղ, ձեր գործունեություններ, աշխատանքներ, ձեր առաքելություններ ուղղակի դիտարկում ենք հաջակցություն առաքելական Մեսուբ եկեղեցու եւ ամենայնի գլուխային ամենայն հայոց հայրապետի։ Եվ կներեք իհարկե բնավ չցանկանալով որևէ մեկի անձնական տիրույթ մտնել, բայց քանի որ այդ տեսանյութը տարածվել է լայնորեն համացանցում, դուք նայել եք այդ կադրերը, այդ շինությունը, ներսը, սրահը, սենյակը ձեզ ընդհանրապես ծանոթ տարածք համարվում էր, թե չէ։ Ես ասած այդ հարցը ավելորդ եմ համարում, բայց քննարկվում է ախր։ Լավ կլիներ, այդ հարցը արդեն փակված հարց է եւ բավարար չափով իրազեկում փոխանցվել է այդ հարցի առնչությամբ։ Ձեզ ծանոթ էր այդ սենյակը, թե ոչ։ Այդ հարցի իհարկե ծանոթ չէ։ Իհարկե ինչ սենյակի մասին է խոսքը։ Եղավ, շնորհակալություն։